2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայությամբ գործող բոլոր դպրոցները կանցնեն Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ենթակայության տակ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ դպրոցները 2027 թվականի սեպտեմբերից։ Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով վերջին 5 տարիներին հանրակրթության ոլորտում իրականացվել և շարունակվում են իրականանալ լայնածավալ փոփոխություններ։ Սկսած հանրակրթության պետական չափորոշիչի փորձարկումից ու ներդրումից մինչև դպրոցների կառավարման համակարգի, տնօրենի նշանակման, ուսուցչի մրցույթի կարգի և այլ բովանդակային փոփոխություններ, եւ այս փոփոխությունների կարևոր նպատակը, առաջին ուղղությունը այն է, որ մենք վստահ լինենք, որ բոլոր դպրոցները միանման ուղերձներ են ստանում եւ նույն ձևով են կառավարվում այս փոփոխությունների իրականացման տեսանկյունից։ Փոփոխության նպատակը միասնական կառավարման համակարգի ձևավորումն է։ Սարգսյանի խոսքով, այս պահին ոլորտի բազմաթիվ գործընթացներ արդեն նախարարության տիրույթում են։ Սկսած բովանդակության մշակումից, դասագրքերի ստեղծման, փորձաքննության գործընթացների կազմակերպումից, դպրոցների ուսումնական պլանների կազմանը, ինչպես ներկայացվող ցուցաբերվող աջակցությունից, այնպես էլ հետո այդ պրոցեսը ստուգելուց։ Դպրոցների տնօրենների նշանակման նոր համակարգը գործում է 2024 թվականի հունվարից, երբ ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով նախարարության և մարզպետների աշխատակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սարգսյանը նշեց, որ իրականացվել են նաև բազմաթիվ թվայնացման գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել համակարգի ընդհանուր վերահսկողություն։ Ինչպես հայտնի է, դպրոցների կառավարումը բաժանված է երկու բաղադրիչի՝ տնօրեն և վարչատնտեսական համակարգող։ Տնօրենների հետ աշխատանքը տեղափոխվում է նախարարության դաշտ, իսկ վարչատնտեսական համակարգողների հետ աշխատանքը շարունակելու են իրականացնել մարզպետարանները։ Մենք խոսում ենք գործառույթների հստակեցման մասին ավելի շատ, այսինքն Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության լիազորության գալու են բոլոր դպրոցները կրթության, բովանդակության կառավարման իմաստով և բոլոր վարչատնտեսական գործառույթների և տեղում կազմակերպվող աշխատանքների իմաստով այդ գործառույթները շարունակելու են իրականացվել մարզպետարանների կողմից։ Ինչ ակնկալիքներ ունի նախարարությունը դպրոցների իր ենթակայության տակ անցնելուց։ Բոլոր դպրոցները ամբողջ հանրապետությունում ունենալու են և ստանալու են միասնական մոտեցում իրենց բովանդակության ստեղծման, կառավարման և ուղերձների տեսանկյունից։ Այսինքն առաջին կարևոր փոփոխությունը, որ մենք ակնկալում ենք, այն է, որ բոլոր դպրոցները բոլոր հարցերի վերաբերյալ իրենց կողմից բարձրացվող բովանդակային հարցերի վերաբերյալ միշտ ստանալու են միանման արձագանքներ։ Երկրորդ կարևոր ակնկալիքը, որ փոփոխության հետ կապված ունենք, այն է, որ զուգորդվում է դա իհարկե թվայնացման գործընթացներով, որ մեծանալու է դպրոցների կառավարման թափանցիկությունը, այսինքն եթե մենք նախկինում կարող էինք ունենալ իրավիճակներ, որ հայտնի չի, թե դպրոցում ինչ թափուր հաստիքներ կան, ինչպես են այդ թափուր հաստիքները համալրվում, եւ այստեղ խոսքը ոչ այնքան ուսուցչական, որքան մյուս, ոչ ուսուցչական եւ վարչատնտեսական հաստիքների մասին է, հիմա այդ գործընթացը շատ թափանցիկ է դառնալու։ Այնը վերաբերում է օրինակ տնօրենների նշանակման, ազատման գործընթացներին, որովհետև մենք երբեմն ունենում ենք իրավիճակներ, որ մեզ համար շատ հասկանալի չի լինում տնօրենի աշխատանքից ազատման պատճառները եւ այս առումով եւս կարծում ենք, որ ավելի միասնական մոտեցում է կիրառվելու եւ այդ թափանցիկությունը մենք նորից ունենալու ենք։ Կարևոր է նաեւ, որ այս կրթության բովանդակության փոփոխության համատեքստում մենք վստահ լինենք, որ դպրոցները օգտվելու են ինքնավարության ու ճկունության այն հնարավորություններից, որ հանրակրթության պետական չափորոշիչը տալիս է եւ սկսելու են բովանդակություն այնպիսի ուսումնական գործընթացային ձևով կազմակերպել, որը հենց իրենց այսպես համայնքային բնակավարի առանձնահատկություններից կբխի եւ մենք այդ նույնանման մոտեցումներից
դուրս են գալու։ Ընդհանուր առմամբ նախարարությունը ակնկալում է միասնական մոտեցում բոլոր դպրոցների նկատմամբ, ինչը պետք է հանգեցնի համակարգի համաչափ զարգացման։ Սարգսյանի խոսքով ներկայումս մարզերի դպրոցների արդյունքները էականորեն տարբերվում են։ Տարբեր մարզերում դպրոցների արդյունքները շատ անհամաչափ են, մենք ակնհայտ ունենք մարզեր, որոնք եւ կրթության ակադեմիական առաջընթացի եւ մնացած հարցերի առումով միշտ ավելի լավ արդյունքներ են գրանցում եւ ունենք ընդհակառակը մարզեր, որոնք այդ արդյունքները չեն գրանցում, այսինքն նաեւ այս իմաստով ակնկալում ենք, որ որոշակի հավասարեցում է տեղի ունենալու եւ մենք հնարավորություն ենք ունենալու վերլուծել այդ պատճառները, թե ինչու օրինակ մի մարզում այդ հաջողությունները կան, մյուսում չկան եւ համապատասխան թիրախային ավելի միջամտություններ կիրառել։ Դպրոցների կառավարման փոփոխությունների արդյունքում նախատեսվում են երկու հիմնական ազդեցություն։ Առաջինը՝ ժամանակի ընթացքում կարձանագրվի կրթության որակի փոփոխություն, որը կգնահատվի թե ներքին, թե միջազգային գնահատման գործիքներով։ Երկրորդը՝ կբարձրանա կառավարման թափանցիկությունը եւ կնվազեն տնօրենի գործունեության նկատմամբ միջամտությունները։ Արդյունքում կձևավորվի համակարգ, որտեղ մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված տնօրենը կունենա ավելի մեծ ինքնուրույնություն կրթական հաստատության կառավարման որոշումները կայացնելու հարցում։ Ինչ վերաբերում է մարզպետարանների կրթության վարչություններին, ապա դրանց վերաբերյալ որոշումները չեն գտնվում նախարարության լիազորությունների շրջանակում։ Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում հստակեցվում է, որ դրանց գործառույթները ամբողջությամբ չեն փոխանցվելու նախարարությանը։ Հետևաբար կրթության վարչությունները կշարունակեն գործել եւ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները դպրոցների հետ կապված այն ուղղություններով, որոնք կմնան մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ։ Թագուհի Մանուկյան, Տիգրան Ղուկասյան, Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։